անգամ մտելս իրանս միշկա ցավող տեղ կա ինձ դուր Աստված, բայց իմ տղուն բրկի։ Ես Հայկանուշ Ֆորնազյանն եմ, ապրում քաղաք Էջմիածին, Նարեկացի 10 հասեում Վարձով, ունեմ խնամքից տակ 5 անչափահաս երեխաներ, ամուսնուցս ընդհանրապես տեղյակ չենք, պուճերովս 2 ամսական հղի եմ եղել, ինքը թողի գնացել է ու մենք ամուսնալուծվել ենք։ Հոսեփիկիս մոտ հիդրոցեֆալիա ուղեղի վրա ջուր է հավաքվում, գլուխը շունտավորել են բազմաթիվ անգամներ, գտնվում է 3-րդ մանկականում վերակենդանացման բաժանմունքում, 14 օրում 3 անգամ գլուխը վիրահատել են, 1 անգամ էլ կոկորտը, նա գտնվում է անգիտակից, արհեստական ապարատների տակ։ Ծնողի համար շատ դաժան է, մենակ պայքարել եմ այսքան տարի իր կյանքի համար, պայքարել եմ ամեն ինչ համար, հիմա իրան սեսնում եմ անտանելի ցավը իմ համար։ Իմ կյանքի լուսավոր կետն է, իմ ապրելու իմաստն է, չգիտեմ չեմ կարող բառեր գտնել իմ համար ինչա։ Աշխատում եմ գիշերային փողոց մաքրող, որ երեխեքը քնեն, որ ես կարողանամ գնամ։ Լինում է մեկ-մեկ, որ ասենք հայատ մաքրելու գործ է լինում, կարող է շաբաթը մի անգամ լինի, կամ գերեզման մաքրելու, գնամ այտենց աշխատեմ։ Նպաստս 50,000 է, երեխան 39,000, թոշակն է, էդ էլ իր հակացնցումային են ու պամպերսն եմ հասնում առնում։ Նույնիսկ ժամանակ առնում ինձ ասում է մամա իմ սրտի տեղն ինչ ես դրել։ Որ ինձ ունեցել ես, որ ես այսքան կարող եմ Հոսեփիկի տանջանքներ տեսնեմ, արդեն մոտ 16 անգամ գլուխը վիրահատել են։ Ես կուզում որ ինքը հենց այսօր տուն գա, ինքը որ տունն էր, սաղին ուրախացնում էր, սաղին կանչում էր իր մոտ։ Իրան պետք է օկտագամը, որ շատ թանկ է այդտեղը, Ամերը 30 գրամը գալի կանգնում է միլիոնի կարգի, մեկ էլ մի հատ ուրիշ դեղ կա, որ Հայաստանում չկա այդ դեղից։ Մի ամպուլը 25,000 դրամ է, 14 սաատի կարգել դա պետք է առնենք։ Որ հաշվում եմ մոտավորապես 1,5 միլիոն պետք է իր այդ դեղորյակը, որ իրան կանանքես վիճակից բերենք։ Վերջի տարիներին շատ ակտիվ եւ շատ էֆեկտիվ օգտագործում ենք այդ օկտագամը։ Դժվար է մատչելի դեղորայքի ցանքի մեջ է մտնում, իսկ նմանատիպ դեղորայքները, հետազոտությունները այդ պատվերի շրջանակներով չեն փակվում։ Մաման է եկել, ասել, խոսա հետս։ Խնդրում եմ տղես էլ ես վիճակից, էլ մաման ուշ չունի բալես։